Սիրելի հետևորդներ ջան, բարի ուշ երեկո, մեր մոտ շուտով կլինի ժամը 10-ը, նոր եմ եկել։ Ուրեմն այսօր իմ համար շատ տարբերվող օր էր, շատ, ոնց ասեմ, սենց համ դրական օր էր, համ հավեսով օր էր, համ սենց խառը գործերի օր էր, համ էլ իմ սրտի օր էր ու դրան գումարած էլ այն օրերից մեկն էր, սիրելի հետևորդներ ջան, որ մեսենջերս տրաքում է ուղղակի, եթե ես ափսոսեն մի հեռախոսս այս պահին վերևն է, եթե ես չալարեմ, բայց ոչ թե չեմ ալարեմ, ինձ թույլ չեմ տալիս, մեսենջերս բացեմ, իմ լավ ու բարի հետևորդներին ուղարկած սկրինշոտերը ցույց տամ, այսպես ասած, նամակները ցույց տամ, զանգերը ցույց տամ, այո կտենաք, որ ես այն գլուխքովան մարդն եմ, ով 7 տարի YouTube հարթակում աշխատելուց հետո շատ մարդիկ իրանից չեն հոգնում, շատ մարդիկ իրան շատ սիրում են, շատ մարդիկ իրան սենց նվերներ են անում, այստեղ ցույց եմ տալու օրվա վլոգում կտեսնեք, շատ մարդիկ իրան տարբեր կողմերից հրավերքներ են անում, շատ մարդիկ հյուրընկալվում են իմ տուն եւ այո, Անահիտն էլ այնպիսի մարդ է, որ ինչ կա, ոնց կա, հենց տենց էլ ցույց է տալիս, ջհանդամ թե մի քանի հոգու դուր չի գա, ասած Ռուզաննաս այդ ակաունտին, ես գիտեմ ինքը Բելարուսիայում ապրող է, շատ ճիշտը սիրող, ճշտին տեղ տվող կին է, այն ճակատը պաչելու կին է, ասած Ռուզաննաս ակաունտի տիրուհուն, թող մի քանիսն եմ մռմռան, ուրեմն, այս հլա նախաբան, հիմի գնանք ամենասկզբից, իմ դրական, իմ հանգիստ, իմ հավեսով հայացքով, ոչ թե շինծու։ Այս ընթացքում շատ մանր-մունր իրադարձություններ եղան ու ի սկզբանե, երբ որ ես նշեցի 7 տարի, իզուր չնշեցի, որովհետև ասաց Ֆլորա Մարտիրոսյանին, շատ եմ սիրում իր երգերը, իմ հասակը տարիների փորձ ունի, այո, այդ 7 տարիները ինձ բերին հասցրին նրան, որ հիմա այսօր ձեր SMS-ներին պատասխանեմ այսենց հանգիստ, այսենց հավեսով, այսենց տպավորված, օրս վերլուծելով, փառք տալով Աստծուն, որ ես այնքան լավ մարդ եմ, ես իմ համար հյուր էի գնացել, հետո տալիս տուն էի գնացել, տալս գիտեք ստեղա կանչել էր փագոց, բեռաշկի, մեռաշկի այդ բաներ անելու, ասում այանն այս ինչա մեսենջերդ այսքան, ասում եմ հետևորդներն են ինչ-որ բան ա եղել, չեմ ասում դա ինչ ա եղել, բայց ես եկել եմ ոչ թե կռիվ անելու, ոչ թե այն միամիտ Անահիտի նման, այն որ նյարդեր էր փչացնում, այն որ սրտահան ու թոքահան էր ելնում բարիություն ցուցանում, չէ, ես եկել եմ իմունիտետ ձեռք բերած, հանգիստ, հանդարտ, իմ հանդարտությունը այս երեկոյի հետ փոխանցելով ձեզ, եկել եմ ասեմ, ես ձեր ցավը տանեմ, եկել եմ ասեմ, ես ձեզ այնքան շատ եմ սիրում, այնքան շնորհակալ եմ ես ձեզանից, մի 3 օր առաջ էր, մամայի բրասլետ կոչկելու օրն էր, չեմ հիշում այդ վիդեոն դրել եմ էջում, թե չէ, Ալեքսենը, այս ընթացքում այնքան շատ նկարահանումներ եմ արել, այնքան տեղերից հրավերքներ են ինձ արել, այնքան լիքն ու բարով իմ տուն են եկել ու գնացել, որ չի եղել, փառք Աստծու, ոչ մեկից ոչինչ չեմ ուզել, ես իմ տանը նստած մեքենայել եմ ավտոն կանգնել ա, բերել են ինձ նվիրել, ոչ ընկել եմ դռնեդուր, ոչ էլ ընդհակառակ պատվերը սատմենա եմ արել, մի խոսքով վլոգում կտեսնեք չմանրամասն,
ուրեմն ինչ էի ասում, 7 տարիները ինձ ցույց տվեցին, որ ես այսօր շատ պարզ, իմ նման, իմ բառերով, առանց ոսկեղենիկ հայերենի բառերը փնտրելով ասելու եմ, որ դու տեղովդ բոմբ է դառնաս մարդկության մեջ, ցավոք սրտի, կամ իմ ասամ, որի ազգությանը մենք ծանոթ չենք, եթե ասեմ, թվեմ ազգություններ, համեմատենք ամենտեղ լավն էլ կա, վատն էլ կա, ու դա իմ համար նորմալ է, ես, սիրելի հետևորդներ ջան, եկել եմ իմ շնորհակալությունը ասեմ բոլոր այն մարդկանց, ովքեր մեզ այդքան շատ սիրում են, ովքեր ինձ այդքան շատ, վայ, մեսենջերով պայթում է, թե ինչքան բաներ են ուղարկել, սիրելի հետևորդներ ջան, ու դրանից հետո, ուրեմն մի 3 օր առաջ էր, դե մեր խնամին մեր տանն էր, մաման էլ ամեն առավոտ գալիս էր կոֆե խմելու, մի օր էլ եկավ, որ գիտես երեկ Գոհարն եկել է, ինձ նկարահանել, լավ ես արել, ասի մամ ջան, բա ինչ տյանի, սաղից գործն էլ է տա, բա հենց գիտես բլոգերի գործը որն է, Գոհարն է, սիրելի հետևորդներ ջան, ով տարիներ շարունակ աշխատել է մեր դեմի փռում, որ ասեմ, սենց իրար տներից դուրս չենք եկել, չկա նման բան, բայց այն որ զադիկ եղած կլինի, ինչ եղած կլինի, իր մոտեցումը ինձ միշտ ուրիշ ա եղել, մեր հարաբերությունները միշտ լավ են եղել, ու մեր քաղաքն էլ այնքան փոքր է, բոլորը գիտեն, ով կինն է, ով հետ ընկերություն կանի, ով հետ մտերմություն կանի, ով հետ աղու հաց կուտի, ով ոնց ասեմ, ում ամուսինը ում ընկերն է, մի խոսքով, անգամ ամեն մարդ իր կամպանիան գիտի, ինչի եմ սենց մանրանում, Անահիտը 23 տարի է, ես էսա ամուսնացած եմ, այ սենց ճակատս բաց, ես իմ քաղաքում քայլում եմ, ոչ մեկ չի կարա ասի, իմ աչքի վերևի ունքը ուրիշ ձևի է, որովհետև նշեցի, բոլորը այնքան փոքր է, մեկս մյուսից լավ գիտենք, Աստծուն փառք, թշնամիներ ոնց որ թե չունեմ, ասենք ես բնավորությունով շիտակ մարդ եմ, ուզում եմ մեկի հետ հարաբերություն խզել, դեմը կանգնում ասում եմ կներես, էլ չեմ ուզում մենք իրար հետ շտվենք, ես շատ վատն եմ, դու շատ լավն ես, ու քրտ կտրվեց արանքը, ինչ վերաբերվում է իմ ու Գոհարի հարաբերություններին, իմ ու Գոհարի, իմ ու Արմինեի, մեր քաղաքից վլոգերների, Արմինեի քույր Աննայի, Աննան երևի թե 30 քանի տարեկան է, եթե ես 23 տարի ես տանն եմ, ես კი Աննային չէի ճանաչում, այ Արմինեին լավ գիտեմ, Աննայի հետ ուղղակի փողոցում որ կտենամ կասեմ բարև ձեզ, նույնը եւ ինքը ինձ, բայց Արմինեի հետ ինքը աշխատում էր, ոնց որ Համլետի հյուրատան երկրորդ մարդն էր, տարիներ առաջ, հիմա ոնց հասկանում եմ, մարդը վերցրել է իրան, ինքը աշխատացնում է, եթե ճիշտ եմ հասկացել, ընկերուհիս գալու է, այսա որ գնամ նկարահանում անեմ, ընդեղ է գնալու, այդ ժամանակ ավելի մանրամասը կլինի, ժողովուրդ, ես պարտավոր չեմ բացատրություն տալու, ուղղակի իմ շատ հետևորդների խնդրանքով եմ ես այսքանը արել, եկել եմ մեսենջերով բացում եմ ու ասում եմ Աստված իմ, շնորհակալ եմ էլի, ես ինչ լավ մարդկանցով ես, ինչ շրջապատել, հետո գնացի Գոհարի էջ, Գոհարին նազելին, միշտ մենք հետևում ենք, լայքում ենք, մի խոսքով, նայում եմ, մամային շատ հավեսով էր նկարել է, շատ ու շատ, ու ընդեղ հավաքվել է մի այնպիսի հաճելի մասսա,
ասման նմանին կգտանի ու մասսա, որովհետև այդ էջի տիրուհին մեր շատ սիրելի Գոհարն է։ Մասսայի հետ ես չեմ խառնում, հետևորդների հետ էլ չեմ խառնում։ Հավաքվել է մի այնպիսի մասսա, որտեղ ինքնահաստատվում են մարդիկ ու փորձում մտածելով, որ Անահիտը տարիներ առաջվա նման արդարություն պահանջող Անահիտն է, ակաունտ առ ակաունտ կասի ամոթ ձեզ, ոչ, ես չեմ ասում, ես ասում եմ բրավո, որ դուք ցույց եք տալիս ձեր իրական ճղճիմ եւ շատ մռմռացող հետույքը, ասած Ռուզաննաս ակաունտի, այն որ քեֆս բերեց այդ գրառումը, տոեն, գիտեք, օնլայն հարթակը բաց է, հարգելի գրագետ, ճակերտներում ներառված մասսայի գրառում անողներ, ովքեր հայտնվել են իմ հանգստյան գոտում, որտեղից էլի անհանգիստ են, չեն կարող այդ մարդիկ հանգստանան, դուք էլ բացեք, դուք էլ էջունեցեք, դուք էլ հլը մի հատ տեսեք, կարակ, այս ձեռքերով համարյա թե 100,000 հետևորդ հավաքեք, բա ինչ անենք, որ դրանից մի 20 հոգին խոսա, քամին քարից ինչ կտանի, ինձնից էլ ոչինչ չի տանի, աղ դուք եք տանջվում, աչք փչացնում, ժամանակ փչացնում, ես նորից եմ ասում, ես իմ ժամանակը չեմ փչացնում, իմ շատ բազմաթիվ հետևորդուհիների խնդրանքն եմ անում, որտեղ որ Գոհարիս մոտել էին գրել, հիմա անցնենք Գոհարին, Գոհարը մի մարդ է, ով տարիներ շարունակ աշխատել է այս փռում, հենց մեր տան դեմի փռում, միշտ եղել է բարի, միշտ կա բարի, միշտ կա դրական, միշտ են, որ իրար տեսել ենք, մի պրիվետը, այս հենց բաց ճակատով, որ ես եմ տվել եմ, հիմա ինչ եք կարծում, այ կախման կետեր, մտածում եք, որ օնլայն հարթակը փորձում եք նմանացնել TikTok-ին, փորձում եք ընդեի կոպիտ ասած ռազբորկեքի հիմքը բերեք դնեք ստեղ, որ մտածելով Անահիտը ինչ-որ թե հունից դուրս կգա, արդարություն կպահանջի, ոչ, Անահիտն այդքան պարապ չի, այ սենց գործերի մեջ է Անահիտը, էլ չհաշվեմ ես մի կոմը, հլա Անահիտի հարգանք պատիվն ունեցեք, հլա Անահիտի այս ձեռների շնորհքն ունեցեք, ակաունտ առ ակաունտ ինձնից ասում եք, այս չարախոսներին պատժեք, Նազիկ ջան, ամեն ինչ հերթով, շարքով, կարգով, հարգելի Նազիկ ջանու ջան, իմ շատ սիրելի հետևորդներ ջանու ջան, մի բան, եթե ունի սկիզբ, ունի նաև վերջ, ուղղակի ամեն ինչ իր ժամանակին, սիրելի հետևորդներ ջան, ես դրանից էլ եմ, ոնց ասեմ, ինձ լավ զգում, երբ որ մի մարդ, օրինակ եթե ես մեկին արհամարեմ, կարհամարեմ, ով անա, որ ես հետաքրքրվեմ ինչ-որ մեկով, եթե ես նրան արհամարում եմ, իսկ եթե հետաքրքրվում եմ, ախ ես այնքան ուրախ եմ, ախ ես այնքան երջանիկ եմ, որ դուք առանց ինձ կյանք չունեք, մռմռում եք, աչից, ձախից, կողքից, ներքևից, վերևից, վայ մռմռացեք, բիբարա պետք, ինչ ա եղել, կտանք, առիթը, կայցնել հետը, իսկ ինչ վերաբերվում է բլոկելուն, ես միշտ ասել եմ, իմ էջին հետևում են ես ու ամուսինս, բա բլոկելու ենք, բա ինչ ենք անելու, բա հլը Գոհարին էլ, որ գրառումը դուր չգա, բա նա էլ է էլի բլոկելու, հոտենք չի թողելու ու առհասարակ, այն աղջիկը հացի փուռ բացեց, ով գիտի ձեր կռոցից էլ փակվեց այ այդ փուռը,
Այնքան կռացիք, այնքան խոսացիք, այնքան ասեցիք, այնքան ուշադիր եղաք, ախ ես մտնում եմ իրափուր, ես չեմ մտնում իրափուր, ես իրանից լավաշ կառնեմ, ես իրանից հաց կառնեմ, ախ մի քիչ տառապեք մեզանով էլի, մի քիչ, այսօր որ դարում ենք ապրում, մարդն ունի առաքում, ինչից կարամ կօգտվեմ, չեմ ուզի, չեմ օգտվի, Աստծուն փառք, քաղաքը փոքր է, նորից եմ ասում, մեկս մեկից լավ ճանաչում ենք ու ես իմ քաղաքը այնքան մաքուր եմ, այնքան պարզ ճակատ եմ, այնքան քիչ չի է, մարդ 23 տարի, իմ ամուսինը մինչև այս պահը դրսերն է, կյանքում մեկը չի կարա ինձ ասի դու ուրիշ պահվածքի տեր ես, դու ուրիշ վարքի տեր ես ու հիմա ինչ-որ մի մասա որոշում է գնա Գոհարի էջում, քրոջ էջում, ինքնահաստատվի, ինչ-որ բաներ գրի, ինչ մտածում եք դրանից, Գոհարը ու ես սենց պտի զանգեմ, աս չէ, բա ես այդ մարդն եմ, ուրեմն ես այդքան կամ, որ ինձ քննարկում եք, ասած նազելեին, ասմա բլոգի թողեթա Անահիտ, բլոգը մենք թողեթա, ժողովուրդ ջան, այնպես որ հանգստացեք, վայելեք, այսօր կյանքը այնքան կարճ է, փորձեք ձեր օրը տոն դարձնեք, փորձեք, չգիտեմ, փորձեք, փորձը փորձանք երբևիցե չի բերում, միշտ էլ ամեն ինչի հետևից վազողը, իր նպատակի հետևից գնացողը միշտ գտնում է, ես նորից եմ ասում, տեսեք մարդը աշխատեց Գոհարը, ինքն ասում է աչքերս բացել եմ, տեսել եմ այդ ձևի, ես էլ աչքերս բացել եմ, իմ մաման ինձ չի թողել, որ ես կամ աշխատեմ, կամ ինչ-որ թե մի բան անեմ, իմ մաման ինձ պահել է ուրիշ ձևով, ուրիշ մտածելակերպով, դպրոց տուն, դասի տուն, խանութ տուն, և այլն, և այլն, և այլն։ Ու այսօր եկել հասել եմ նրան, որ նորից եմ ասում 7 տարի օնլայն հարթակում հեշտ չի այդ մասսայի հետ պայքարելը։ Այ ես վերջի 2 տարիներում կոնկրետնի արհամարում եմ, որովհետև իրանք դրան էլ չարժեն։ Իսկ ինչ վերաբերում, որ գրում են, ուրեմն հետևորդուհիս Նարինջան սկրին արել, ուղարկել, ասма հլտես ինչքան են ճղճիմ, ցավոք սրտի նորություն չի, բայց ասած Ռուզաննայիս մռմռացեք, հաճելի է, չէ, լավ եք զգում, մռմռացեք, օր նորի Աստծուն փառք, բարգավաճում ենք, օր նորի նվերներ եմ ստանում, օր նորի ինչքան կարողանում եմ, այդքան իմ օրը, իմ գլուխը պահում եմ, Աստծուն փառք, ոչ մեկից ոչինչ չեմ ուզում, ոչ մեկից ձեռս չեմ մեկնում, ասում, կարող է ինձ մի հատ հաց տաս ուտեմ, կարող է ինձ մի հատ գաթատաս ուտեմ, փառք Աստծու, ուտում եմ, ուտացնում եմ, հյուրասիրում եմ, հյուրասիրվում եմ, այսօրն են ծնտիրոտ օր եմ ունեցել, էլ ասելու չի։ Այնպես որ նույնը Մանուշակի հետ եղավ, Մանուշակս զանգեց ինձ, ասма քուրիկս, եթե թողես, ես մի հատ եթեր կանեմ, ասեցի Մանուշակ ջան, իրանք այդքան չտան, արհամարելուց լավ բան հաստատ չկա, իսկ այս եթերը ես անում եմ նրա համար, միևնույնն է, Կարմիր կովի իրակաշին երբեք չի փոխել, որ դուք փոխեք, ես չեմ էլ սպասում, որ դուք փոխեք, հետո մի տեսակ կզարմանայի էլ, որ բոլորը ինձ սիրեն, բա պտի ատենել, բա պտի ազարտ տան, չէ, որ դեմի մարդը ավելի սենց կայանա, նպատակ դնի, նայում է խեղճ նազելին, ինչ անում, հողի հետ կռիվանելով իր արդար հացն է վաստակում, խեղճին ոնց վախացվի մի փրթե արջնա, այդ չի մասսան, այդ չեք դուք, ինչի մասին է խոսքը,
Իսկ եթե դուք մտածում եք, որ ձեր ճղճիմ ու անիմաստ են փոքրամասնությանը հետաքրքրող գրառումներով կարող եք փչացնել իմ ու Գոհարի, իմ ու Արմինեի և իմ Մանուշակի ու մյուս բլոգերների, ես են մարդն եմ, դեռ լանչեր ասպասվում, դեռ լահամբեր եք շատ եք մրմռալու, ես շփվելը սիրում եմ, չի լնելու, որովհետև այո, Գոհարը մի մարդ է, որ պարզ ճակատով քայլում է մեր քաղաքում, պարզ ճակատով երևի թե 90% վստահ եմ, մարդը նայում է ինձ, սիրում է իմ երեխին, նույնը և ես, ինչում նախնդիրը, ինչի եք սենց խառնվել իրար, ինչի եք փորձում իբր ինչ, Գոհարից լավաշ չառավ, Գոհարից հաց չառավ, Գոհարի բացման օրը չկար, Գոհարի բացման օրը ես ռեստորան էի հրավիրված, անգամ սկի կադրում չեմ ցույց տվել, որովհետև տենց էր պետք, ինչ հյուրասիրողը դրսից եկած մարդիկ էին, ասավ մի բարձրաձայնի, ես էլ չեմ բարձրաձայնել, ինչ եք կարծում պիտի սենց ամեն աղից ու և օֆեից սկսած ձեզ ասեմ, իհարկե ոչ, մոտ օրերս հարսանիքի եմ հրավիրված, ախ էդ ոնց եք մրմռալու, ախ էդ ինչքան եք մրմռալու, դրանից հետո հլը դեռ ընչեր ենք անելու, հլա դեռ մոտ օրերս վայ թե հեսա ծնունդս ա, հլը դեռ ընչեր ենք անելու, այ ու վայ, ինչում նախնդիրը, մարդ եղեք, մարդիկ, թեպետ մարդ եք ու կաք մարդիկ, շնորհակալ եմ ձեզ, որովհետև հենց ձեր գրառումներից ելնելով, ես ասեցի լավ էլ ես մարդիկ այսքան գրում են, ինձ պաշտպանում են, ախպեր մի քանի րոպեանոց եթեր անեմ, իսկ այդ մասսան դեռ շատ ամրմռալու, երևի իրանց հաճույքն էլ է տա, մեկ դիվան քշելուց հոգնում են, թռնում են բազկաթոռին, հետո բազկաթոռից էլ ասում են հլա սպասի, տենանք են անոն ինչ անեմ, ախ դեռ շատ եք սպասելով տենալու, թե ես ինչ արի, ուր գնացի, բա որ ես ոնց հասկանում եմ ծնունդիս ինձ հրավիրում են Հունաստան, հլը տենանք վիզայի եմ սպասում, բա որ է տեղավ, ախ էդ ոնց եք մռռալու, վայ, ախ էդ ոնց եք մռռալու, սուսուփուս ասմա շասցի լյուբիտ տիշինու, տարել թղթերս տվել եմ, սպասում եմ վիզայից, հլը տենա մլնելու, ախ էդ ինչքան եք մռռալու, են որ գնալու եմ բաժանորդիս տանը, ծովի ափին, մի 4 օր, ինձ լավ զգամ ու գամ, բանդով ինչ արնելու ձեր հալը, ամոթ է, եթե ամոթից գաղափար ունեք, իսկ ինչ մնա չաղությանը, այդ դա ինձ համար ցավոտ թեմա է, ի վերուստ ոչ մեկ չաղունի հար չի ծնվում, ի վերուստ Աստված ա որոշում, ում ինչ ձևի սարքի, ում ինչ ձևի ստեղծի, ում երբ մայրացնի, ում ինչ կառուցվածք տա, ինչ սիրտ ու հոգի տա, ես էլ ես եմ, էսպիսինն եմ, հելը տեսնեմ իմ քաշով, այսքան բաների տակից կարաք դուս գաք ու բարձր ճակատով, երբեք ես գլուխս չեմ կախել, չեմ էլ կախելու, ամաչելու ոչինչ չունեմ, ինչն էլ չգիտեմ, կսովորեմ Աստծուն փառք, ինչքան ապրում ենք, այդքան սովորում ենք, այդ չաղությունը իմ ցավոտ թեման է, իսկ թե ով ինչի կնմանացնի, ամեն մարդ իրա ուղեղի չափն ա ցույց տալիս, ես դրանից չեմ նեղվում, ինձ արդեն այդ տարիներս հատել ա, ազապ աղջիկ չեմ, ամուսնացած եմ, թեկուզ ոչ լիարժեք ընտանիքով,
թեկուզ ունեմ ինձնից տարիքով մարդ, բայց հələ իմ մարդու հարգանք պատիվը ձեր մարդիկ, որ ձեզ տային, դուք երբեք տենց չէիք տժժա, ունգնեիք ուրիշի էջերը, փորձեիք, որ մի հատ լավ աղջկա ու իմ հարաբերություն փչացնեք, փորձեիք շատ բաներ, չեմ լռում, որովհետև անակնկալները դեռ առջևում են, այնպես որ իմ լավ ու բարի հետևորդներ ջան, չեմ ուզում էլ խոսամ, շատ անակնկալներ նենց էլ շատ բաներ մի քիչ ավել ասեցի, չեմ էլ ջնջելու, ափսոս վիզայիս մասին չէի ուզում ասեմ, որովհետև սպասում եմ էլի, հələ տենամ ասմա շասցի լյուբիտ տիշինու, տենանք ելնելու յա, թե չէ, թե ում հաշվին եմ ապրում, թե ով է ինձ կանչում, թե ով է ինձ մի քանի $100 տալիս, այդ տենց պոլեչուդես խաղալով է մնացեք, Աստծուն փառք, դե հələ նենց արեք, որ ձեզ էլ տան ու պարծեցեք, դա ամեքի բանը չի, դա ամեքի հագով չի, փորձեք, ունեցեք էջեր, ձեռք բերեք, մի այնպիսի բաժանորդների քանակ, որ ուրիշի էջերում ատամներով քեզ պաշտպանեն, ու այն ժամանակ կասեմ բրավո ձեզ, ես պարտվել եմ, իսկ ինչ վերաբերվի ես բլոկել եմ, բա լավ եմ արել, բա ինչ պիտի անեմ, բա ով եք դուք, որ գտնվեք մի վայրում, որտեղ ես եմ որոշում, ով կմնա, ով կգնա, ինչի մասին է խոսքը, այդքան բան, ասած օղորմածիկ ռիմատատին գովելու արժանիքներ ունեմ, արել եմ, այսօր տանս ենքան փագոց եմ արել, տալիս եկել, զակատս նոր եմ դրել, ընդեղել եմ արել, էլ չասեմ, այսքանը մշակել եմ, են էլ հերթի դրածա, էլ չասեմ, իմ ուսումից հետ մնացող երեխու հետ թեկուզ 2 տողով զբաղվել եմ, բա կտժակ չէ, կմռմռակ չէ, ժարիտ էլ կլնեք, ինչի մասին է խոսքը, ինչ ասեմ, դե դուք գնացեք ժարիտ լնելու, ես էլ անցնեմ իմ ես համով գործերին, իսկ ձեզ իմ ամենաբարի, իմ ամենադրական, իմ ամենալավ հետևորդներ ջան, ես ձեր ցավը տանեմ, ես ձեզ շատ սիրում եմ, ես այն կյանքիցս շատ շնորհակալ եմ ձեզանից, որ դուք այդքան լավն եք, որ դուք այդքան ոնց եմ ասում, դոշ եք տվել իմ համար, ապրեք, Աստված առատապես օրհնի ձեզ, չէ որ մենք հայ ենք, ցավոք, մեր հայերի մեջ կա մի մասսա, որի ազգությունը տենց էլ չի պարզվում, ես գնամ իմ գործերով, դուք էլ ձեզ, կհանդիպենք օրվա վլոգում, սիրում եմ ձեզ, գրկում բոլորիդ, հայտնում իմ խորին երախտագիտությունը, ապրեք, որ դուք իմ կողքին եք, պաչիկներս ձեզ, ինձ թվում է կհասնի